Բարև ձեզ, եթերում իրացման գոտին է, ասեմ, որ մինչ տեսախցիկները միացնելը մենք արդեն իսկ բռնկվել ենք հետաքրքիր զրույցի, իմ հյուրն է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, բարև ձեզ։ Ողջույն ձեզ։ Շատ ուրախ եմ, որ համաձայնեցիք եւ եկաք մեր տաղավար, եւ ուզում եմ միանգամից հարցնել, ես հաճախակի եմ տեսնում, որ դուք տարբեր լրատվամիջոցների, թերթերի եւ կայքերի հետ համագործակցում եք, այսինքն հասանելի եք հասարակության համար, հասանելի եք լրատվության համար, դա դուք անում եք ի պաշտոնն է, թե դա ձեր անձնական նախաձեռնությունն է։ Ես իմ պաշտոնով ընդհանրապես առնչություն չունեմ լրատվության հետ, որովհետև պատասխանատուն եմ հայորդյաց տների, բայց քանի որ այսօր մեր ժողովուրդը գտնում է այնպիսի մի իրավիճակում, որ կարիք ունի իրապես աջակցության, ուրեմն ես փորձում եմ իմ տարիքը, իմ կյանքի փորձառությունը փոխանցել մտածումներովս ինչ որտեղ օգնել նրանց, ովքեր անորոշության մեջ են հայտնվել։ Շատ շնորհակալ եմ, իդեպ ասեմ, օգնում եք, մեկ անգամ նույնիսկ ես եմ ձեզ գրել Facebook-ում, որովհետև մի հարց կար, որ ինձ շատ տանջում էր, մի եթերում տեսա, ձեր մեկնաբանությունը լսեցի ու ինձ շատ հետաքրքիր ու շատ օգնեց, շնորհակալություն։ Սիրով։ Ուզում անցյալ տարի շատ խոսվեց մի երևույթի մասին, որի մասին ես նույնպես ուզում եմ ձեզ հարցնել, դա աղանդներն է։ Ինչ է աղանդը։ Բնորոշումը տակ, որովհետև հաճախակի փորձում են խուսափել, փորձում են որոշ մարդիկ ասում են, որ դա աղանդ չէ, մեկ ասում է սա յուրատեսակ հավատք է եւ այլն եւ այլն։ Ուզում եմ իմանալ, ինչ է աղանդը։ Ուրեմն գոյություն ունի բուն հավատամունքը, որը ձևավորվել է դարերի մեջից, իմաստնավորի այն օրենքները, ավանդությունները, կանոնները, որոնք փոխանցվել են Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից եւ որոնք ամրագրվել են տիեզերական ժողովների մեջից, որտեղ ճշտված է եկեղեցվո պաշտամունքը դավանանքի վերածված, այսինքն երբ որ դավանաբանական եզրից շեղվում էր որևէ գաղափար, միտք աստվածաբանական, ճյուղավորում էր ստեղծում, որպեսզի այդ ճյուղավորումները չառաջանային եւ այդ կերպ եկեղեցին չմասնատվեր, ուրեմն ստեղծվեցին տիեզերական այդ ժողովները։ Ամեն մեկ շարժում, որ տիեզերական այդ ժողովի որոշումներից դուրս է գալիս իր աստվածընկալմամբ, իր դավանաբանական բացատրությամբ հայտարարվում է աղանդ, նախկինում այն կոչվում էր հերձվածող, հերետիկոս, իսկ այսօր կոչվում է աղանդ, սեկտ իմաստով։ Իսկ հիմա մի քիչ ավելի, որպեսզի հասանելի լինի հասարակ հեռուստադիտողին, ուզում հասկանալ, օրինակ կա հայ առաքելական եկեղեցի, կա նաև կաթոլիկ եկեղեցի, կա եւս մի քանի եկեղեցի, ոնց տարբերել, օրինակ կաթոլիկ եկեղեցու մասնաճյուղը, որը որ գործում է Հայաստանում, կարելի է աղանդ համարել։ Հա, ուրեմն այսպիսի խնդիր կա։ Կաթոլիկ եկեղեցու ի հայտ գալը կապված է ոչ միայն կաթոլիկ եկեղեցուն, օրինակ բողոքական եկեղեցի։ Հիմա ձեզ սկսեմ այդտեղից, բուն խնդիրը ծագեց 451 թվականին Քաղկեդոնի ժողովով։ Քաղկեդոնում գումարվեց 4-րդ տիեզերական ժողովը, որը արդյունքն էր 3-րդ տիեզերական ժողովի որոշ հարցերի պարզաբանման, իսկ 3-րդ տիեզերական ժողովը առաջացել էր, որովհետև երկու հույն հոգևորականներ, առաջինը պատրիարքը Աթենքի Նեստոր անունով, այն տեսակետն էր առաջ քաշել, որ Քրիստոսը ինքը ոչ թե որպես Աստված որդի էր ծնվել, այլ ծնվել էր որպես նորմալ անձ Մարիամից եւ Հովսեփից, որը 30 տարեկանում, երբ մկրտվեց Հովանու մկրտչից, Աստծու կողմից ընտրվեց որպես իր զավակը, որովհետև ավետարանում գրված է, որ երկնքից Աստված վկայեց ասելով դա է որդի իմ սիրելի, որին հաճեցի ես, հաճեցա։ Ուրեմն այստեղից իր մոտ, Նեստորի մոտ ձևավորվեց այն տեսակետը, որ մինչև 30 տարեկան Քրիստոսը պարզապես եղել է սովորական անհատ, որից հետո 30 տարեկանից հետո ստացել է Սուրբ Հոգին եւ հոր կողմից հայտարարվել է որդի եւ այդ 3 տարիների ընթացքում, քարոզչյան 3 տարիների ընթացքում նա ներկայացել է, բացահայտվել է որպես Աստված որդի։
եւ հակադրվելով այս գաղափարին եւ Դիկես անունով նորիցույն քահանան առաջ քաշեց այն տեսակետը, որ Քրիստոսը ընդհանրապես որպես մարդ չի հայտնվել, նա հոգիով, հոգեպես է հայտնվել եւ ոչ մի ֆիզիկական երևույթ չի ունեցել։ Ուրեմն այս երկու գաղափարների պատճառով 431 թվականին Եփեսոսում տեղի ունեցավ տիեզերական ժողովը երրորդ եւ այնտեղ բանաձև որդեգրվեց, որի հեղինակն էր Ալեքսանդրիայի Կյուրեղը պատրիարքը, Կյուրեղ Ալեքսանդրացի, որ ասում էր Քրիստոս կատարյալ մարդ էր եւ կատարյալ Աստված, եւ նրա աստվածային եւ մարդկային բնությունները, էությունը խառնված էին իրար, միասին էին, այդ իսկ պատճառով բանաձևումը այսպիսին էր՝ մի է բնություն բանին մարմնացելու, այսինքն բանը դա Հիսուսն էր համարում Աստծո խոսքը, ուրեմն մարմին առած եւ երկիր եկած Աստծո խոսքը, Աստծո միածին որդու երկու բնությունները դրանք մեկ էին։ Դժբախտաբար 451 թվականին Լևոն Պապի տեսակետով այդ միությունը բաժանվեց երկուությամբ։ Եվ այդ իսկ պատճառով առաջացավ երկաբնակության գաղափարը, այսինքն մոտավորապես, եթե այսպես պարզ լեզվով ասենք, հայտարարվեց Քրիստոս այն պահին, երբ ուտում էր, հուզվում էր, մարդկային ինչ-որ գործեր անում, միայն մարդկային բնությունն էր անում այդ ամենը, աստվածայինը չէր խառնվում դրան։ Երբ որ հրաշք էր գործում, կամ չգիտեմ, մարդկանց էր հարություն տալիս եւ այլն, այդ պարագային նա գործում էր միայն ու միայն որպես Աստված։ Այսինքն ստեղծվեց երկու կամք, երկու ուրեմն ներգործություն, հասկացողությունը, որը Քրիստոսին բաժանում էր երկուսի։ Այստեղից առաջացան ուղղությունները, այն ինչ որ հիմքը դրեց, ասենք, օրթոդոքս իմաստով, հունական իմաստով շարժման եւ ուղղափառ արևելյան իմաստով հինգ եկեղեցիների, որոնք մնացին հավատարիմ Կյուրեղ Ալեքսանդրացու տեսակետին։ Այս գաղափարը ամբողջովին այլ խնդիր է։ Բողոքական շարժումը այսօր դավանաբանական հարցեր չի բարձրացնում։ Բողոքական շարժումը, որ գիտեք, 4-րդ դարից Հայաստանում կար, Պավլիկյանները կային, Թոնդրակեցիները կային 8-րդ դարերում, այստեղից ճանապարհը հարթվեց այն տեսակետին, որ ովևէ քարոզիչ բողոքական ճյուղի մեջ անշուշտ, որը կարող է ինչ-որ մի գաղափարի հիմքը դնել, ազատ է իր տեսակետը առաջ տանելու եւ իր եկեղեցին հիմնելու։ Այսօր գիտեք, որ 360-ից ավելի պաշտոնապես գրանցված շարժումներ կան այդ իմաստով, որոնք պաշտոնական եկեղեցիների կողմից նկատվում են որպես աղանդներ, հերձվածներ կամ հերետիկոսներ։ Այսինքն այն եզրը, որ քաղաքացին հասարակ մարդը կարող է տարբերել ճյուղավորված տարբեր եկեղեցիների եւ աղանդների շատ փոքր է եւ շատ դժվար է։ Տարբերել կարող եք մեկ բանով, թե ինչ է նրանք քարոզում, որովհետեւ միայն ավետարան քարոզելը խնդիր չէ։ Այսօր մենք շատ ունենք ավետարանական, ավետարանչական, չգիտեմ ինչ եկեղեցիներ, որ իրականում չենք հասկանում ինչ է։ Արդյոք մենք ուսումնասիրել ենք ինչ դավանանքի հետևորդներն են նրանք։ Բարախաղ են անում, իրենք ասում են, մենք ընդունում ենք 3 տիեզերական ժողովը։ Սա ոչինչ չի ասում։ Ինչ դավանանք եք ընդունում, ոչ ոք չգիտի նրանց դավանանքը։ Շատ հետաքրքիր ու շատ բարդ է իրականում։ Անշուշտ։ Եվ ես ասում եմ ձեզ, այս բոլորը օգտագործում եմ մեկ նպատակով՝ քաղաքական ազդեցություն ունենալու, որովհետև որքան բաժանված է հավաքականությունը, այնքան նա տկար է։ Գիտեք, որ թե Աստվածաշնչում եւ թե շումերական հին արձանագրություններում որ երկիրն էր հայտարարված աստվածների երկիրը, Հայաստանը, կարդացեք Բերոսոս եւ կտեսնեք, թե ինչ հրաշք հայտարարություն կա այնտեղ, երբ որ Քսիսուտրոսը, որը նոյն էր շումերական կամ աքադական, երբ նա հարցնում է Աստծուն, թե ուր պիտի գնա իմ տապանս ջրհեղեղից հետո, նա ասում է դու պիտի գնաս աստվածների մոտ եւ ասում է ջրհեղեղից հետո, երբ որ նավը իջավ եւ նա դուրս եկավ նավից, հարցրեց որտեղ եմ ես, աստվածները նրան ասեցին դու Հայաստանում ես։
Կարող եք երևակայել, Շատ լավ, հիմա մեր հերոստատուները լսելով մեր եսասիրությունը կբարձրանա մեր հայ ժողովրդի։ Կարիք չկա եսասիրությունը, ինքնագիտակցությունը թող բարձրանա։ Այ դա ավելի։ Գիտեք, եսասիրությունը դառնում է էգոցենտրիզմը, բայց ինքնագիտակցությունը, երբ պատկանելության հետ է սկսում բարձրանալ, այդ ժամանակ ձևավորում է անձի անհատականությունը որպես հավաքական ազգային պատկանելության մի մասնիկ, որ իմանա ով եմ ես, ինչ սերնդի զավակ եմ ես։ Դուք նշեցիք քաղաքականություն, ուզում եմ մի փոքր քաղաքական գործչի հետ կապված հարց տալ, որը վերջերս կարդացի։ Դուք մեկնաբանել եք նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ասվածը հարկերի հետ կապված, որ նա ասել էր, որ եթե նախագահը տրվի, եկեղեցուն բերելու հարկային դաշտ։ Այո։ Կուզենայի մի քիչ մանրամասնեիք, որովհետև ձեր գրառումից այնքան էլ պարզ չէր, ինչով էր պայմանավորված այդպիսի զայրույթը։ Բացարձակապես նախ ես չէի պատրաստվում այդ հարցին պատասխանելու, բայց թղթակիցը երբ որ պարտադրեց, բայց չէ որ նա եկեղեցու շահին դեմ է գնում, ես ասեցի, եթե Հրանտ Բագրատյանը հայ է իրոք, նա պետք է որ տեղյակ լինի հայ եկեղեցու պատմության ընթացքում խաղացած դերին, թե ինչ կարևոր դեր է խաղացել հայ եկեղեցին անցյալում եւ ներկայիս։ Եթե նա ծանոթ չէ իր անկախտելիությունը հանդիսացող հայ եկեղեցում, ինձ համար նա այդպիսի հայը, հայ չէ, զրոյական արժեք ունի, որովհետև հայը ֆիզիկական երևույթ չէ, հայ գենետիկ հիշողություն է նախ նշանակում, ինքնությունդ, էությունդ, ով ես դու։ Եթե դու չգիտես ով ես դու դադարում ես որպես այդպիսին ազգային հավաքական մեկ մասնիկը լինելուց։ Իմ խոսքը սրա մասին է։ Այլապես Հրանտ Բագրատյանը եկեղեցին հարկային դաշտ կմտցնի կամ չի մտցնի, Աստված իր հետ։ Որովհետև սա նշանակում է նա չգիտի եկեղեցու դերը եւ նշանակությունը անցյալում եւ ներկայում Հրանտ Բագրատյանի դատողության նման դատողություն էին անում ցարական ժանդարմերիաները։ Այդ իսկ պատճառով 1905 թվականին նրանք եկեղեցուց խլեցին կալվածքները։ Ինչու? Որովհետև շատ լավ գիտեին այդ կալվածքների շնորհիվ եկեղեցին կարողանում էր ամբողջ Հայաստանում եւ Ռուսաստանում եւ դրսում ովևէ տեղ պահել հայկական դպրոցներ, հայկական ինքնագիտակցություն, հայկական իդենտիտեն։ Եթե դու դրանից խլում ես այդ ամենը, սա նշանակում է դու հարվածում ես հայ ինքնությանը։ Կարծում եմ, որ զրուցեիք, քննարկեիք, այս խնդիրը չէր լինի, ու պարոն Բագրատյանը կհասկանար եւ ես չեմ կարծում, որ լուծում կգտնեիք, որովհետեւ չեմ կարծում, որ ինքը տենց Չարամտորեն է այդ ամենը ասել։ Ես իրեն չեմ ճանաչում անձնապես, բայց այն, որ ինքը տրամադրված է հայ առաքելական եկեղեցվո, սա ինձ համար անտրամաբանական է։ Ես կարող եմ այստեղ երկու բան տեսնել։ Կամ ինքը հայ չէ, կամ ինքը հակահայ է, կամ անտեղյակ է իր պատմության։ Լավ։ Եկեք խոսենք մի երևույթի մասին, որի շուրջ մեծ քննարկումներ ծավալվեցին ժամանակին համացանցում հեթանոսական տոներ կան, որոնք եկեղեցական տոների են վերածվել։ Իմ համար օրինակ ես մի մեջբերում անեմ Աստվածաշնչից, հա։ Գիրք երկրորդ գլուխ 18 խոսք 10-12 Երկրորդում նորինացի մասին, հա, գիրք երկրորդ որ ասում եք։ Երկրորդում 5-րդ գիրքն է։ Այո, 5-րդ գիրքը Թորայի կամ Հնգամատյանի, այո։ Հա, ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովի միջով անցկացնի։ Այո։ Տրնդեզը։ Արդյոք սա չէ։ Ուրեմն կրակի բով դա նշանակում էր, երբ որ երեխաներին զոհաբերում էին աստվածներին։ Ոչ թե կրակի վրայով ցատկելը, այլ զոհաբերում էին աստվածներին։ Գիտեք, որ նախկինում ոչ միայն կենդանիներն էին, ոչ թե չէին զոհաբերում, նրանք խարույկի վրա այրում էին։ Բայց ռուսական, օրինակ, ես նաև ռուսերեն եմ կարդացել, անցկացնի, պրավադից, այո, պրավադից բառն է։ Շատ ճիշտ, բայց երբ որ դուք երեխային այրում եք, ինչ եք անում։ Գցում եմ մեջը։ Հենց սա է խնդիրը։ Անցկացնել չի նշանակում կրակի մեջով քայլեցնել։ Ոչ էլ չի ասում կրակի վրայով ցատկեցնել։
Ուրեմն կրակով անցկացնել, ես չգիտեմ տեղյակ եք կամ ոչ, հին հայկական հավատանք կար, որ մարդ երբ որ մահանում էր, վատ մարդիկ, նրանց հոգիները 3 օր դժոխքում այրվում էին, մաքրվում, որից հետո նոր ռեինկարնացիայի էին ենթարկվում։ Չգիտեմ ինչու, վերակենդանացման, վերամարմնավորման ավելի ճիշտ, ոչ թե վերակենդանացման։ Չգիտեմ ինչու այդ հավատամքը մարդիկ ավելի կապում են հնդկական գաղափարախոսության, հինդուիզմի հետ եւ այլն։ Դա զուտ հայկական հավատամք է։ Շատ լավ։ Համենայն դեպս հեթանոսական տոները, որոնք քրիստոնեացվել են եւ մեր եկեղեցու կողմից ընդունվել են, կան, առկա են։ Չեն քրիստոնեացվել, ներողություն, մենք շփոթում ենք։ Պարզապես շատ տարածված զորավոր տոները համատեղվեցին քրիստոնեական հավատքի հետ, ինչպես արեցին հռոմեացիները։ Երբ նրանց համար 24-25 դեկտեմբերը արևադարձի ամենակարևոր տոնն էր, երբ օրերը կարճանալուց հետո սկսում էին արևադարձով երկարել եւ տոներ, ինչ արեցին։ Հունվար 6-ի Քրիստոսի ծննդյան տոնը տեղափոխեցին դեկտեմբեր 24, այսինքն երբ որ ժողովուրդը վարժված էր այդ օրը տոն տոնելու, տոները եկան, ես գիտեք չի ուզենա հեթանոս բառը, էթնոս բառն է, դա ազգ է նշանակում։ Նախաքրիստոնեական երևի օգտագործենք, քան հեթանոսական, որովհետև դա ազգային տոն էր, վերջապես մեր ժողովուրդն էր դա տոնում։ Պարզապես այդ տոնը վերաիմաստավորվեց քրիստոնեական տոնով։ Չէ որ հեթանոսները օգտագործում էին այն լեզուն, ինչ օգտագործեց Մաշտոցը Աստվածաշունչը թարգմանելուց։ Մենք երբեք չենք ասում, եթե այդ լեզուն օգտագործել են նախաքրիստոնյաները, ուրեմն մենք պետք չէ օգտագործենք, որովհետև քրիստոնեական ժամանակաշրջանի համար հարիր չէ նրանց լեզուն օգտագործել։ Իսկ Աստվածաշունչը դոգմատիկ չի։ Աստվածաշունչը դոգմատիկ է հրեաների համար։ Մեր համար ոչ։ Մեզ համար դոգմատիկ է այնքանով, որքանով աստվածային պատվիրաններն են գալիս մեզ սովորեցնելու, օրինակ, սիրեցեք զմիմյանս, սա չես կարող այլ կերպ ընկալել։ Երբ որ ասում էր, ինչ որ ուզում ես ուրիշը քեզ անի, նախ դու արա, այսինքն ամենայն ինչ սկիզբը թող քեզանից սկսի, սա արդեն ինքնին այնպիսի գաղափար է, որ համարժեք է դոգմայի, չի կարող փոխվել։ Երբ որ սիրում ես, անկեղծ պիտի լինի սերդ։ Օրինակ այսօր շատերը երբ սիրո մասին են խոսում, ինչ բառ են օգտագործում, նվիրվել։ Իսկ հասկացել ենք մենք նվիրվել ինչ է նշանակում։ Դուք երբ որ մեկին նվեր տալիս եք, ում է պատկանում այդ նվերը։ Ձեզ թե ընդունողին։ Ուրեմն վերջացավ, այլևս դա ձեզ չի պատկանում, երբ որ դուք նվիրվում եք մեկին, դադարում եք ձերը լինելուց, դուք դառնում եք նրանը։ Ուրեմն հարցեր կան այստեղ, որ պետք է կարողանանք ճիշտ ընկալել եւ ճիշտ ընկալված վերարտադրել հասկացողություն այնպես, որ թյուրիմացություն չառաջանա երբևէ։ Շատ լավ է, որ մենք խոսում ենք sense բաների մասին, շատ կուզենայի, որ մեր հաղորդումը ավելի երկար լինի։ Եվս երկու հարց։ Խնդրեմ։ Շատ ու շատ մեծահարուստներ մեր երկրում եկեղեցիներ են կառուցում, իսկ իրենց բակերում մատուրներ, խաչեր են կանգնացնում, դա նորմալ է։ Գիտեք, կան երևույթներ, որոնք հավատքն է ծնեցնում, կան երևույթներ, որոնք ցուցադրությունն է մեջտեղ բերում։ Մարդիկ կան, որ հավատքով են կառուցում, մարդիկ կան, որոնք Աստծուն են ուզում սեփականաշնորհել։ Դժբախտաբար պերեստրոյկայից հետո շատերին շատ դյուրությամբ հնարավորություն ընձեռեց սեփականաշնորհել այն, ինչ երկիրը եւ ազգը տասնամյակների ընթացքում էր ձևավորել։ Եթե նրանք դյուրությամբ կարողացան գործարաններ սեփականաշնորհել, մտածեցին կարող են նաեւ այդ կերպ Աստծուն սեփականաշնորհել։ Այդ իսկ պատճառով իրենց եկեղեցին, իրենց պարտեզում կամ այգում կառուցելով ձևավորեցին անհատական Աստծու գաղափարը, որը ճիշտ չէ։ Եկեղեցին դա Աստծո տունն է։ Եկեղեցի կառուցող մարդը նախ իր հոգում պիտի կառուցի Աստծո տաճարը, որպեսզի այնտեղից ծնած հավատքը հնարավորություն տա երկունքի
ճշմարիտ Աստծո տան, որտեղ Աստծո ներկայությունը ոչ միայն ինքը պիտի զգա իր հաջողության համար, այլ ամբողջ ժողովուրդը հավաքական կյանքի զորացման համար։ Շնորհակալություն։ Անցյալ տարի մի դեպք տեղի ունեցավ, հասարակությունը ցնցեց այդ դեպքը, Հարսնաքարի դեպքի մասին է խոսքը։ Վահե Ավետյանի մահով ավարտված այդ դեպքը, ես շատ եմ ուզում, որ եկեղեցին, ես որպես քաղաքացի, որպես մարդ, ուզում եմ, որ եկեղեցին արձագանքի, ինչու որևիցե արձագանք չեղավ։ Ով ասեց, որ չեղավ։ Ես գոնե, ես ինքս հմեկով ելույթ եմ ունեցել, հանդես եմ ունեցել եւ իմ նման բավականին տղաներ։ Գիտեք, երբ որ ասում ենք եկեղեցի, չգիտեք ինչու բոլորը նկատի ունեն ամենայն հայոց կաթողիկոսը։ Ամենայն հայոց կաթողիկոսը եկեղեցու գլուխն է եւ նա կաթողիկոսն է բոլոր հայերի։ Ամենայն հայոց կաթողիկոսը միայն Հայաստանի կաթողիկոսը չէ, միայն Երևանի կաթողիկոսը չէ, նա ամբողջ Հայաստան, ամբողջ աշխարհի հայության, հայ առաքելական եկեղեցու հետևորդների կաթողիկոսն է։ Հետևաբար նրա կեցվածքը պետք չի էժանացնել։ Ես չեմ խոսում կաթողիկոսի մասին, ամբողջ եկեղեցու մասին։ Ես ձեզ ասեցի այն, որ ես ելույթ եմ ունեցել հմեկով, սա նշանակում է ես որպես եկեղեցու ներկայացուցիչ արդեն իսկ անդրադարձել եմ։ Դատապարտել եք։ Գիտեք, դատապարտել անհատին պիտի չօգնի ոչինչ։ Մենք այսօր անհատին չէ որ պիտի դատապարտենք, այլ հավաքականության մեջ արկա բոլոր այն բացասական երևույթները, որից օգտվում են անհատները։ Ես շնորհակալ եմ պատասխանների համար, ուզում եմ ավելացնել, որ ինձ շատ պետք է ձեր նման մարդկանց եւ հայ առաքելական եկեղեցու ներկայությունը մեր առօրյա կյանքում, կուզենամ, որ ավելի շատ, ավելի հաճախ արձագանքեք այն իրադարձություններին, որոնք հասարակության մեջ տեղի են ունենում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։